Երմիտի քարեխայ միրմանալի պյան լավ մեր Ղազախım։ Ընտիր որսորտ աբելը քյումա որսի։ Սիրտը լիքը ներսը թոթափելով աքյում բայց։ Իրարեխ են սպանվել էր տճկական ճկատım։ Բայց հարսը մի կուկլարեխայ էր աշխարհ քպիրել։ Միան մեղ որփուկ։ Սիրտը լիքը որսի աքյում մեր անուն հանած որսորդը։ Ու իր աչքի առաջը իր թանգրեխն էր ու իշարմա խարսը։ Ռեխեն գրկին սիրտը կոտրված վիզը ծուր։ Քյումա քյում մտքերով խառը որսորտ աբելը։ Ու տյուսակալի ծառերով լի մի բաց։ Ընդի մի մայր եղնիկ ապտահım։ Աբելը զենքը տյուզ մեկ նման։ Ուր մացած ամնում տենմա որ եղնիկը չի փախսում։ Սիրուն դունչը վերցցած օտնահոթոտում ու մայում։ Աբելի խիղճը չի տալիս, բայց որսորդական գիրքը հաղթում։ Որոշմա սպանել էս եղնիկի։ Բայց հլեցել է բռնումա տենումա հրացանի առաջ իր շարմա խարսնա կանգնած։ Ռեխեն գրկին սիրտը կոտրված վիզը ծուր։ Մարդը շվորած հրացանը ետա քաշում, տենումա էլի եղնիկա կանգնած։ Աչքերը տրորումա որսկան աբելը։ Իրան թափ տալի, ուշկիկյալի ու էլի ցել բռնում։ Նորից է տենում իր շվարած հարսի աչքերը։ Քյա ինձ առնի տակ մի գցիլ, ասումա որսկանը։ Եվ նրա ծենի տակ դյուսավաստալի մի շարմա խոր։ Հասնումա մորը մտնում դնչի տակ։ Էդ օրվանից էլ աբելը թողումա որսը։ Սա էլ Վախթանգ Անանյանի խիղճը ստեղծագործության մի փոքրիկ դրվագ էր, վերափոխված նրա ծննդավայր Պողոս Քիլիսայի բարբառով։